Տիկին Ղազյան հարց ունեք համեցեք։ Շնորհակալություն ընդգրկուն զեկույց ներկայացնելու համար, պարոն նախարար, ինձ մոտ մի հարց առաջացավ։ Օրենքում, ինչքան հասկացա, արգելվում է օտարերկրյա ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակությունը, սակայն հարցս հետևյալն է. ինչ չափանիշներով է որոշվելու, թե որ բովանդակությունն է համարվում միջամտություն։ Շնորհակալություն կարևոր հարցի համար։ Մի շարք գործառույթներ կան, որոնք մենք չենք նախատեսում ունենալ կամ սահմանել օրենքով։ Պիտի լինեն, այսինքն օրենքը ենթադրում է, որ կլինեն ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կսահմանվեն, որովհետև մենք օրենքով ընդհանրապես հիմնական կամ հիմնարար հասկացություններն ենք առաջարկում սահմանել։ Մեր կարծիքով նաև օրինաստեղծ աշխատանքի տեսանկյունից և այս իմաստով պրակտիկան էլ է ցույց տալիս, որ օրենքները սահմանվածից չափ ավելի ծանրաբեռնել չի կարելի։ Եվ ոչ միայն չի կարելի իրավական տեսանկյունից, իրավական գրագիտության տեսանկյունից, այլև դրանք չեն աշխատում, եթե մենք դրանք տանում ենք օրենքների տիրույթ, որովհետև հաճախ անհրաժեշտություն է լինում ճկուն պահել, իսկ դրա համար գոյություն ունենք ենթաօրենսդրական ակտերի պրակտիկան և ձեր հնչեցրած հարցը հենց այս համատեքստում է, սակայն ես կարող եմ ասել, թե ինքս ինչպես եմ պատկերացնում, քավ լիցի չմտնելով հանձնաժողովի տիրույթ, բայց ես գալուց առաջ հատուկ մի քանի ձևակերպումներ եմ առանձնացրել, որոնք հանձնաժողովը իմ կարծիքով առնվազն մի մասը կհամընկնի մեր պատկերացումների, սա ուզում եմ հատուկ ընթերցել, որպեսզի նաև շատ վերացական չթվա այսօրվա մեր նախագիծը և ցույց տամ, որ շատ կոնկրետ ձևակերպումներով տեսանելի սահմանումներ կարող են լինել, որոնք իրավական ամուր հենք կունենան հանձնաժողովի համար և դրանք ոչ թե կլինեն կամայական կիրառման գործիք հանձնաժողովի կամ կառավարության համար, այլ ուղղակի չափելի սահմանման հնարավորություն կտան։ Թեև ընդունում եմ, որ սա հեշտ աշխատանք չէ, բայց շատ իրագործելի։ Մասնավորապես ներքին քաղաքական կյանքին միջամտող բովանդակություն իմ ընկալմամբ, սա ես անկեղծորեն եմ ասում, ճանապարհին եմ, այսինքն ազգային ժողով գալուց առաջ եմ սահմանումներն առանձնացրել, կարող է լինել օրինակ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն համարվի այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ներքաղաքական կյանքի գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Հաջորդ կետով ստեղծվում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից և չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր, գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուտների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում։ Նաև կարող ենք ասել, թե օրինակ ինչը չի համարվում միջամտություն, օրինակ որպեսզի ընդդիմությունը հիմնականում ընդդիմադիր հատվածից կարող է այս մտահոգությունները արտահայտվել, որը շատ լեգիտիմ է, մի շարք կամ առնվազն ոչ թե լեգիտիմ կամ հասկանալի կարող է լինել, որպեսզի չհնչի այնպիսի մտահոգություն, որ ցանկացած քննադատություն այս օրենսդրությամբ կարելի է արգելել և դրա տակ ցանկացած մեկնաբանություն անի հանձնաժողովը և այս կամ այն հաղորդումը փակի,
օրինակ օտարերկրամի հաղորդման, որի խախտման դեպքում օրինակ ընդդիմությունը կարող է չքննադատել, այդպիսի պրակտիկա եւս ունենք։ Իմ կարծիքով մենք կարող ենք նաև օրենքում հստակ նշել, որ ներքաղաքական միջամտություն չի համարվում փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը, բայց առանց գնահատականների։ Այսինքն ոչ թե մենք կարծում ենք, որ որևէ լրատվական հաղորդման ընթացքում օտարերկրյա հեռարձակողի կողմից որևէ անդրադարձ չպիտի լինի քաղաքական անցուդարձին, այլ շատ հստակ սահմանում ենք, թե միջամտությունը ներքաղաքական կյանքին ինչը կհամարվի եւ ինչը չի համարվի, եւ կարծում ենք, որ սա մեր երկրի համար առնվազն ռազմավարական առաջնահերթություն է ապահովել տեղեկատվական անվտանգությունը մեր քաղաքացիների եւ հեռուստադիտողների, հաջորդը կարող է լինել ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կրկին ուղիղ կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը կամ ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք չեն արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից, առանձնացրել եմ մի շարք գործնական չափանիշներ, բայց չեմ ուզում հիմա հնչեցնել, որ նաև տպավորություն չլինի կրկին, որ հավակնություններ ունեմ միջամտելու հանձնաժողովի առաջիկայում սպասվելիք աշխատանքներին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ բարդ, բայց շատ իրագործելի աշխատանք է սրա հստակ սահմանումը տալը, որը որևէ մանիպուլյացիաների, որևէ տարատեսակ ձևակերպումների առիթ չի տա։ Շատ հստակ կարող ենք ձևակերպումներ տալ, որտեղ տեսանելի կլինի մեր երկրի անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը, որը կարծում եմ ցանկացած երկիր դեռ վաղուց արդեն իսկ այս աշխատանքը կատարել էր։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, ես։ Հա, եւ ես ընդհանրապես նաեւ ասեմ, պարոն Մելիքսյանը ինձ հուշեց, որ սա բացառապես վերաբերում է օտարերկրյա հեռուստաալիքներին, այսինքն սիրով առաջարկում ենք, որ հայաստանյան հեռուստաալիքները շարունակեն միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին անխնա քննադատական գնահատականներ հնչեցնելով արդարացի, ոչ այնքան արդարացի, իշխանության համար հաճելի կամ ոչ այնքան հաճելի, այսինքն այս իմաստով գիծը այդ ջրբաժանը շատ հստակ է։ Մենք խոսում ենք օտարերկրյա հեռուստաալիքների մասին, երբ նշում ենք ներքին քաղաքական կյանքի միջամտությունը։ Մնացած պարագայում բնականաբար այս դրույթը չի գործելու։ Շնորհակալ եմ։